Ողջույն բոլորին, ժամն է 5:30 առավոտյան, ամենակարևոր գործողությունը, որ ես պետք է անեմ, դա ապահովել իմ մարմնի սինթեզումը, որը ինձ տալիս է ուժ, էներգիա և իհարկե արթնացնում է մեռած բջիջները օրգանիզմումս, որպեսզի ես կարողանամ 24/7 սանդղակով լինել աշխույժ, ակտիվ և ամենակարևորը առողջության ճանապարհին։ Այո, նրանց հետ հնարավոր է և լողանալ, և ամեն ինչ։ 12 ժամ դնում ենք, խանում ենք։ Անկեղծ ասած, ես շատ ուրախանում եմ դրա համար, որ ինձ գրում են Հայաստանից ևս, որովհետև դա կնշանակի, որ մենք սկսել ենք մեր առողջությանը ավելի շատ ուշադրություն դարձնել։ Հիմա անցնենք կարևորին։ Հարգելի սեղանակիցներ, առնելով այն փաստը, որ շատ մարդիկ սատկացուցիչ կերպով նեղվում են իրականությունից, կարող եք անջատել հանգիստ իմ բոլոր էջերը ձեր կյանքից, որպեսզի ինքնախաբեությունը ձեզ ուղղակի չվարակի։ Ինչ է չվարակի, վարակի։ Տեսնեք մի քանիսը ինչեր էին գրել, այն տեսագրությանս տակ և վրա և առաջ և կողք, որտեղ ես քլնգել եմ իրենց պողոսիկներին։ Վաբշե չգիտեմ, սարի վերին գեղի չոլերից տատիները գրել են, որ անհնար է հարիվացնել աղջիկերքին, հաստատ տղերք ունի, որոնք ստեղ են։ Ոչ, հանդարտվի, այդ քո տղու մասին չի խոսք, այդ հարևանի տղու մասին է խոսք, որտեղ հարևանի հարսը եթե լավն է, հարևանի տղեն ամենավատն է, մենակ հանկարծ մեկը չասի չոռա կպե քո տղուն։ Քանի որ շատ ծանր տարան և շատ ուրախացած որոշ մարդիկ, ես որոշեցի նաև խոսել այստեղի ծնված կամ մանկությունից ապրած տղաներից և աղջիկներից այնքանով, ինչքանով ինձ է հայտնի, բայց դա չի նշանակում, որ ես ունեմ այդպիսի շրջապատում մարդիկ կամ շփվում եմ, որովհետև ես ինքս դեմ եմ այն գաղափարությանը, որը այստեղ տիրում է հայերի մեջ։ Եթե անկեղծ որպես աղջիկ լրիվ կողմ եմ։ Առնելով երկրի հավասարությունը, դա հնարավորություն է տալիս աղջիկներին նստել տղաների ուսերին, իսկ տղաները դրան դեմ չեն։ Երկրորդ կատեգորիա, երևի տանը տղուն մեծացնելուց ասել են տղեն հայ պդի կոպիտ լինի, տղեն էլի պուպսիկ է, բայց ասում է և վատես դու չես կարա ինձ ղեկավարես, բայց նստել է շալակը այդ աղջիկը և հավեսով քշում է։ Դև այդ մեր խեղճ մամայի յուբկի տակ մեծացածին թվում է, որ կոպիտ խոսքն ամենակ հայեցի։ Կա երրորդ տարբերակը, դա ուլ փարթին է, երբ որ տղան, եթե դա կարելի այդպես ասել, ովքեր լսում են տան բոլոր կին արմատ անդամներին, դա նենց հետաքրքիր է, դուք մի հատ կողքից տեսեք էլի, դուք չեք պատկերացնում, ախր ես օրվա մեջ այնքան մարդու հետ եմ շփվում։ Այսպես այդ որոշումը դու ես կայացրել, թե չի, մաման, հորքուրը մորքուրը տոտիկը և վրճոպոյց կո ընկերուհին կամ կինը։ Խառնվում է իրար, չգիտի ինչ պատասխանի է, ախր։ Բայց կա չորրորդ տարբերակը, որ նենց հրաշալի ընտանիքներից են դուրս եկել, որ քեզ թվում է ինքը թասիբով հայաստանցի տղա է։ Բրավո։ Ցավոք սրտի, որոնց դեռ չեմ հանդիպել։ Հավատացիք, բա որ չեմ հանդիպել, որտեղից գիտեմ։ Այն վիդեոից հետո ինձ ասել էին, որ թարթիչի տեխնիկան սովորեցնում, ցավալի լուր։ Թարթիչները սալոնում են մնացել, բայց ես մի բան կհորինեմ։ Ես իմ, գիտեք ինչ բնավորությունն եմ սիրում, բացի էլ մնացած շեդևր դրական տեսակներից իմ մեջում եղող, որ ես միշտ լյուբոյ հարցին լուծումը տվող եմ։ Լոշն, Հայաստանից ուղարկված հատուկ ինձ համար։ Քանի տարի այս սոսիզն եմ օգտագործում, անկախ նրանից այստեղ է ապրում, թե ոչ։ Так, հիմա հատիկովով հավաքենք, տեսնենք։ Ուզում եմ ասել, որ ամեն բան այս կյանքում հարաբերական է։ Այդ մեզ են մեր ծնողները երևի թե սխալ դաստիարակել աղջիկներին, որ երբ որ տղամարդը մտնում է տուն, պետք է ոտի կանգնես։ Այդ անտեր սերը պետքի վերով չի։ You must, դու պետք է ներնել, զապատ լոչ են։ Բայց կարող է էտա ճիշտը։ Արմատից ենք կպցնում գեղեցկուիներ և գեղեցիկներ այս դարում արդեն։ Տեսան իմ շոկը այդ վերաբերյալ,
ասեցին վայ դե նոր ջան, ստեղ Ամերիկայում ատենց է։ Պրոստը չգիտեմ ինչի ամերիկացիք խաբար չեն, որ տենց է ստեղ։ Հետո մտածում ես ոնց անես, որ երեխեդ մեծանա ստեղ, համ օգտվի այդ սուտի ամերիկյան ձևից, համ չկորցնի իր հայեցիությունը։ Հայեցիությունը ստրուկ լինելը չի, հեսա շատ հետ կասեք, որ մեզ թողում էին տունը իրան գնում էին իրենց կայֆերով։ Հիմա էլ աղջիկներն են ուրիշի հետ գնում կայֆերով յանի։ Ավելավ չէր տղեն գնար։ Հիմա անցնենք փուլ փարթին։ Շատերը նայելուց կարող ասում են, էս ինչ բառապաշար է, դա հայի գենին հարիր չէ, աղջ ինչ հարիր։ Շատ գիտեն այդ բառը։ Նայեք, նմանատիպ տեսակները, որոնց մասին խոսեցի, հայերենին այդ աստիճան չեն տիրապետում։ Իրանք գիտեն այն մակարդակը, որը որ դուք լսեցիք։ Իդեպ թափանցիկանում սոսինձը թողենք չորան։ Եվ փառք Աստծո, որ տարբեր երկրներում լինելով, տարբեր հայերի հետ շփվելով, չնայած նրա որ ես ասում եմ մենակ հայերեն խոսելը կամ յան ազգանունով վերջավորությամբ ունենալը դեռ հայի հետ կապ չունի։ Եվ ինչպես միշտ ճիշտ եմ լինում, Բրիտան մարդիկ, ովքեր խոսում են Հայաստանից, բայց կյանքում բացի YouTube-ը չգիտեն Հայաստանում իրականում ինչ կա եւ արդյոք կա թե ոչ, եւ ինչ արժեքներ են այնտեղ տիրում, եւ տիրում են արդյոք թե ոչ։ Իսկ ես այսքան տարիներով լինելով օտար երկրում, ինչքան էլ ուզում եմ հարցուփորձ անեմ, թե Հայաստանում ինչ է փոխվել, ինչ չէ, միևնույնն է, չեմ կարող հստակ իմանալ, որովհետև եթե հետևենք բլոգերներին, ապա մեր երկրում ամեն բան իդեալական է ու իրանք ապրում են այնց, ոնց որ ստեղի հայերը ուշկումիտքները բրենդներով։ Ուղղակի եթե ստեղի բրենդի ուշկումիտքը Louis Vuitton-ն ու Balenciaga-ն է, Հայաստանի Հանրապետությունում Coach-ն է եւ Michael Kors-ը։ Մենք մոռանում ենք, որ կա նաեւ երկրորդ պատկերը, որովհետև ոչ մի կերպ մեր տեսակը չի կարա մեջտեղ ունենա։ Հայաստանցիներիս մենթալիտետը ծայրահեղական մենթալիտետն է, մենք չունենք մեջտեղ։ Մենք ունենք կամ թույն բլոգերներ, ովքեր եւ իհարկե շոու բիզնեսի անձնակազմ, որոնք ցույց են տալիս, թե ինչ շքեղ է հայրենիքում անցնում կյանքը, կամ ուրիշ երկրներ են գնում եւ ներկայացնում են, թե ինչքան միլիոններ ունեն եւ ինչքան են ծախսում, դա իրենց իրավունքն է, ես ողջունում եմ։ Կամ ունենք TikTok։ Դրա համար, երբ որ ինչ-որ մի բան եք խոսում մեկի հասցեին, հիշեք, որ մենք ունենք TikTok, իսկ հայուգենը TikTok-ով եթե բնորոշենք, կնշանակի, որ վաղուց էր պետք բնաջնջել։ Կրետ TikTok-ի գենը բնաջնջել։ Ոբշեմ երեխեք կպցրեցի, սպասում ենք չորանը, ես վրայից անպայման տուշի խոսանակով մի փոքր վրան տուշ օգտագործում եմ, որպեսզի ավելի բարձրանա վերև, ավելի հստակ լինի եւ վերջ։ Միշտ ինձ հարցում են առնչից է, որ տուշ ենք քսում, բան է լինում, բերաններից բացում ենք, չգիտեմ, ես էլ եմ բացում։ Լավ եղեք, նկարներ կգցեմ, կնայեք։